Բարի երեկո եւ բարի գալուստ հայկական ժամանակ տաղավարում զրուցելու եմ ազգային ժողովի աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիկ Նազ Տիգրանյանի հետ։ Բարև ձեզ Տիկին Տիգրանյան։ Բարև ձեզ։ Տիկին Տիգրանյան, շուրջ 1 ամիս է գործում է առողջապահության համընդհանուր ապահովագրությունը, օրերս վարչապետը այդ մասին խոսեց, ներկայացրեց թվերը, թե հունվար ամսվա ընթացքում որքան շահառու է արդեն օգտվել ծառայություններից, ամենատարբեր ընդ որում։ Ընդհանուր առմամբ համակարգը սրան պատրաստ էր թե չէ, քանի որ բողոքներն էլ քիչ չեն գիտեք։ Խոսենք նրանից, թե արդյոք համակարգը պատրաստ էր սրան եւ որ այդքան մեծ քանակով մարդիկ պիտի դիմեն հունվար ամսվան, որովհետեւ գիտեք շատերը սպասում էին հենց հունվար ամսվան մոտենալուն, որպեսզի դիմեն ամենատարբեր առողջական խնդիրներով։ Հիմա ըստ էության ինչ է կատարվում եւ արդյոք համակարգը կարելի է ասել կոլապսի առաջ է կանգնել, թե բնականon ընթացքով ընթանում է։ Նախ շնորհակալ եմ հրավերի համար, որովհետև սա եւս մեկ հնարավորություն է քաղաքացիներին տեղեկացնելու, եթե տեղյակ չէին, եւ ավելի պարզաբանելու, եթե տեղյակ էին, բայց որոշ հարցեր դեռ ունեն մտահոգություններ ու կասկածներն նաեւ փարատելու, որ սա հենց այն ռեֆորմն է, որը բոլորիս համար է եւ բոլորի մասին է։ Ըստ էության նման մեծ ռեֆորմներ անելու համար նաեւ որոշակի քաղաքական խիզախություն է անհրաժեշտ, ինչպես որ դուք նշեցիք, անդադ այդ հարցադրումները լինում են, իսկ արդյոք համակարգը պատրաստ է, արդյոք քաղաքացիների հոսքը միանգամից չի լինի եւ համակարգը հանկարծ կճկվի, չի դիմանա։ Պիտի ասել, որ այո, շատ մեծ ռեֆորմ է եւ այս պահին ինքն արդեն ընդգրկում է 1 միլիոն մոտավորապես 571,181 անձանց եւ առաջին փուլում ամենամեծ խմբով անձինք է ներգրավում այս համակարգի մեջ։ Առողջապահության համընդհանուր ապահովագրությունը ներդրվել է եւ իրականացվելու է 3 տարվա ընթացքում, այսինքն մինչեւ 28 թիվը ամբողջ ազգաբնակչությունն է ներգրավելու համակարգի մեջ, բայց հաշվի առնելով սոցիալապես անապահով խմբերի արկայությունը, խոցելի խմբերի արկայությունը, համակարգը առաջի փուլում ներգրավել է հենց այն անձանց, որոնք ավելի խոցելի են առողջապահական տեսանկյունից հիվանդությունների առաջ նկատի ունելով սեռատարիքային առանձնահատկություններ եւ այլն, եւ նաեւ սոցիալական վիճակ։ Եվ առաջի փուլում ներգրավել են մոտավորապես 14 կատեգորիա քաղաքացիներ։ Մենք այդ փուլերի մասին խոսենք, եթե կարիքը լինի, անհրաժեշտությունը լինի, բայց պիտի ասել նաեւ, որ 1 ամիս է գործում է համակարգը, բայց համակարգի մասին մենք խոսում ենք երևի 19 թվականից սկսած եւ շարունակաբար եղել են տարբեր քննարկումներ բազմաշահառու խմբերի ներգրավմամբ, այդ թվում նաեւ բժշկական հաստատությունների ներկայացուցիչների հետ, որքանով համակարգը կարող է դիմակայել կամ որքանով կարող է պատրաստ է այդ ծառայությունները մատուցել։ Պիտի ասել, որ նման ռեֆորմների դեպքում միշտ էլ ծագում են որոշակի տեխնիկական խնդիրներ, այդ թվում նաև բժշկական հաստատությունների պատրաստվածության, թողունակության հետ կապված, բայց ձեր խոսքում դուք նշեցիք դժգոհություններ, ես անկեղծ դեռ դժգոհությունների չեմ հանդիպել, ինձ հասած արձագանքները միայն վերաբերում են տարընթերցումներից խուսափելուն։ Տարընթերցումների մասին է հիմնականում, որ շատերը չեն պատկերացնում, ինչպես պիտի հասկանալ, որ իրենք շահառու են արդեն, ինչպես պիտի օգտվել ամենատարբեր ծառայություններից։ Համակարգը տեղեկացնում է քաղաքացիներին, որ իրենք համարվում են շահառուներ։ Վստահաբար դեկտեմբերի վերջին կամ հունվարի սկզբին բոլորս, եթե այդ առաջի փուլի շահառուներ ենք, բոլորս ասացի, որտեղ ես էլ եմ առաջի փուլի շահառու ըստ էության, ստացել ենք հաղորդագրություն, SMS հաղորդագրություն առողջապահության նախարարությունից, որ դուք համարվում եք այդ առողջապահության համընդհանուր ապահովագրության օրենքի համաձայն, համարվում եք շահառու եւ որն է լինելու քաղաքացու գործողությունը։ Ըստ էության քաղաքացին, եթե միջև այս չուներ, ինչին շատ կասկածում եմ, որովհետեւ COVID համավարակով պայմանավորված գրեթե բոլորս ունենք արդեն Արմեդ համակարգ հավելվածը մեր հեռախոսների վրա, բայց քաղաքացու առաջին քայլը լինելու է հետեւյալը. իր հեռախոսում ունենալ Արմեդ համակարգ, այսինքն այդ հավելվածը ներբեռնել իր հեռախոս եւ տալ հաստատումը։ Համակարգը ինքը ամբողջությամբ տեղեկացրել է, որ դուք այս խմբի կատեգորիային եք պատկանում եւ արդեն համակարգը ձեզ ճանաչում է որպես ապահովագրված քաղաքացի, ընդհանրապես մնում է հաստատում կոճակը սեղմելով, դուք տեղեկատվություն փոխանցեք, որ դուք հաստատել եք ինֆորմացիան։ Ասեմ ավելին, եթե քաղաքացին այս գործողությունն չի արել, կամ երբեմն մեզ ասում են, իսկ եթե քաղաքացին չունի սմարթ հեռախոս, այդ գործողությունները չի արել, որևէ խնդիր չի ծագի, եթե իր մոտ
հանկարծ բժշկական ծառայությունից օգտվելու անհրաժեշտություն ծագի, ինքը դիմի իրենց առաջնային օղակին, դա կլինի պոլիկլինիկան, թե ամբուլատորիան, եւ այնտեղ կանեն այդ գործողությունը, այսինքն Արմեդ համակարգը իրեն արդեն տեսնում է, ինքն ուղակի չի տեսնում իր հեռախոսի վրա, որ համակարգը իրեն տեսնում է որպես շահառու։ Հետևաբար այդ գործողությունը անգամ եթե չեն արել, ինչու եմ սա ասում, որովհետև քանի որ առաջի փուլում մենք անդադ շեշտում ենք, որ 65+ տարիքի քաղաքացիներն են մուտք գործում, հարց է ծագում արդյոք իրենք չունեն տեխնիկայի հետ աշխատելու դժվարություններ, տեխնիկական խնդիրներ։ Եթե այդ խնդիրը իրենք հաղթահարել են, այսինքն Արմեդ համակարգով հաստատումը տվել են, շատ լավ է։ Եթե չեն տվել, ելի մտահոգվելու խնդիր չունեն։ Իրենք երբ որ կարիքը լինի, անհրաժեշտությունը լինի դիմելու բժշկական օգնություն եւ սպասարկում ստանալու, ուղղակի տեղում այդ գործողությունը կկատարվի։ Սա առաջին այն քայլն է, որը պիտի իմանա քաղաքացին։ Մյուսը կախված է թե ինքը որ կատեգորիայի շահառու է, որովհետեւ տեսեք, մենք ըստ էության առաջին փուլում ներգրավ համակարգ են մտնում 0-ից 18 տարեկան երեխաները, եթե բացվածքը մի քիչ ավելի երկար թվեմ եւ ժամանակը թույլ տա, ըստ էության 14 խումբ քաղաքացիներ ունենք, 0-ից 18 տարեկաններն են մտնում, առանց տնողական խնամքի մնացած երեխաները 18-ից 23 տարեկան, բայց եթե նրանք նաեւ արկա ուսուցմամբ սովորող են նաեւ մինչեւ 26 տարեկան քաղաքացիները, 65+ տարիքի քաղաքացիները անկախ նրանց աշխատել չաշխատելու հանգամանքից են ասում։ Միևնույն է պետությունը վերցնում է իր վրա։ Նրանց վերցնում է 100%-ով ընդ որում։ Հիմա կատեգորիաները որ թվարկում եմ, 100%-ով է պետությունը փոխհատուցում նրանց բժշկական, ուրեմն այդ ապահովագրության գումարները։ Հաշմանդամության առաջին, երկրորդ եւ երրորդ խումբ ունեցող քաղաքացիները կամ ֆունկցիոնալության գնահատման համակարգում իրենք կոչվում են խորը ծանր միջին սահմանափակում ունեցող քաղաքացիներ, զոհված զինծառայողի ընտանիքի անդամները, առաջի փուլի շահառու են եւս։ Այստեղ մենք ունենք սոցիալական որոշակի խմբեր, որոնք պայմանավորված են այն նույն սոցիալական աջակցության օրենքով նախատեսված խմբերով, որոնք ամբողջությամբ եկել են, խոսքը վերաբերում է օրինակ հայրենական պատերազմի մասնակիցներին կամ Չեռնոբիլի աղետի հետևանքները վերացման աշխատանքի մասնակիցներին, իրենք էլ համարվում են սոցիալաջակցության շահառու եւ ընդգրկված են այս խմբում, բռնադատվածները, որոնք չեմ կարող ասել թվով քանի քաղաքացի, բայց այդ կատեգորիան կա, հաշմանդամության զինվորական կենսաթոշակ ստացող զինծառայողները, ինչպես նաև անապահովության միավոր ընտանիքի անապահովության գնահատման համակարգում անապահովության միավոր կամ աստիճան ունեցող ընտանիքի անդամները եւ եւս երկու խմբի կուզեի ավելացնել, հիմա ամենաշատը հարցերը իրենցից են գալիս 200,000 եւ պլյուս աշխատավարձ ստացող քաղաքացիները, խոսքը վերաբերում է 200,000 ասելու դեպքում մենք նկատի ունենք հարկերը ներառյալ։ Սա խնդրում եմ անպայման մեր քաղաքացիները հաշվի առեն, ոչ թե մենք խոսում ենք հարկերը հանած մաքուր աշխատավարձի մասին, այլ 200,000 պլյուսը նկատի ունենք ամբողջ հարկերը ներառյալ եւ 2,400,000-ից ավել ուրեմն շրջանառություն ունեցող անհատ ձեռնարկատերերի եւ նոտարների մասին։ Ահա այս խումբն է, որ հունվար ամսից մտել են համակարգ եւ մինչեւ տարեվերջ նրանց կմիանան արդեն մեր երկրորդ խմբի քաղաքացիները, այս դեպքում երկրորդ խմբի մասին դեռ չխոսենք, որպեսզի շփոթմունք չառաջանա նրանց մասով, բայց առայժմ խոսենք այս կատեգորիայի անձանց մասին։ Հիմնականում շատ են հարցեր այն մասին, թե ինչպես պետք է քաղաքացի նախ տեղեկացվի, արդեն ասացի, որ ինքը կստանա հաղորդագրությունը եւ մյուս խնդիրը մեր պետական ծառայողների այն խմբին է վերաբերում, որոնք համարվում են նաեւ սոցփաթեթի շահառուներ։ Եթե ինքը միջև 200,000 ստացող ուրեմն պետական ծառայող է, ինքը դեռ համակարգ չի մտնում եւ ինքը կօգտվի պետպատվերի շրջանակում մատուցվող ծառայություններից, եթե ինքը դառնար պետպատվերի շահառու։ Բայց եթե 200,000 պլյուս է, ապա այս դեպքում գիտենք, որ նաև կա սոցիալական փաթեթ հասկացությունը, սոցփաթեթ, որը պետությունը տալիս է նաև հիմա պետական ծառայողներին, որպես պետական ծառայության գրավչություն, պետական ծառայողների առողջապահական, հանգստի, սպորտի, ուրեմն ֆինանսավորման համար։ Այս դեպքում պետական ծառայողները, որոնք սոցփաթեթի շահառու են, պետք է, տեսեք չեմ ասում կարող են, այլընտրանք է, կարող է դիմել, կարող է չդիմել,
իրենց կողմից վճարվելիք 6000 դրամները հիմնադրամին փոխանցելու համար, առողջապահական հիմնադրամին, պետք է դիմում ներկայացնեն գործատուին, տալով համաձայնություն, որ այդ գումարները փոխանցվելու են իրենց սոցիալական ապահովության փաթեթից։ Արդեն առողջապահական կոմպոնենտը սոցփաթեթից դուրս է գալիս եւ դառնում է ապահովագրության բաղադրիչ։ Եվ պետության փոխհատուցումների մասին խոսելիս հարկ է նկատել, որ կատեգորիաները, որոնք ես նշեցի, 0-ից 18 տարեկան, 65+ տարեկան, զին հաշվանդամություն ունեցող եւ մնացած կատեգորիաները, մինչեւ աշխատողները, իրենք 100%-ով փոխհատուցվում են պետության կողմից, այսինքն պետությունն է հոգում նրանց ամբողջ ծախսը, բժշկական հաստատություն։ Որոնք են այն խմբերը շահառուների, որոնք որոշակի գումար այնուամենայնիվ ներդնելու են եւ ինչ գումարի մասին է խոսքը։ Գումարի չափը տարբեր է, կախված նրանց եկամտի չափից, դրա համար ենք մենք այդպիսի տարբերակում դնում։ Եթե մենք եկամտի մասով նայենք, ապա մեր կարգավորումները, գործող արդեն կարգավորումները առանձնացնում են 3 տեսակ ըստ էության եկամտի մասով։ Մինչև 200,000 ստացողներ, որոնք դեռ չեն մտել համակարգ, 200,000-ից 500,000 դրամ աշխատավարձ ստացողները, որոնց կողմից վճարվելիք, այսպես իրենց գրպանի գումարը լինելու է մոտավորապես 300 դրամ, այդքան են իրենք վճարելու։ Հիմա կբացատրեմ ինչու է այդպես։ 500,000-ից մինչև 1 միլիոն ստացող աշխատողներ եւ 1 միլիոնից բարձր աշխատավարձ ստացողների պարագայում։ Եթե մենք խոսում ենք 200-ից մինչև 500,000 ստացող աշխատողների մասին, ապա տեսեք, իրենք եթե նաև սոցիալական փաթեթի շահառուներ են, այստեղ պետությունը իրենց վերադարձնելու է այդ 6000 դրամները որպես սոցիալական կրեդիտներ, բայց որովհետև իրենք նաև զինապահ հիմնադրամին վճարում են 5500 դրամ, սրանից հետո արդեն վճարը կլինի 1000 դրամով պակաս, այսինքն 1000 դրամ զինապահին 4500-ը գնալու է որպես իրենց առողջապահության ապահովագրության գումար։ Մնացած 6000-ը փոխանցելու են իրենք, գործատուն փոխանցելու է պետությանը, բայց իրենք սոցկրեդիտի տեսքով դա հետ են ստանալու։ Եվ բացասական մինուսով ուրեմն գումարը ստացվում է 300 դրամ, ըստ էության իրենց վճարը կազմելու է 300 դրամ։ Ինչ վերաբերում է 500-ից մինչև 1 միլիոն ստացողներին, այս դեպքում իրենք զինապահին վճարում են 8500 դրամ, հիմա կվճարեն 1000 դրամ պակաս եւ մնացած գումարը իրենց աշխատավարձից կվճարվի արդեն իրենց ապահովագրության հիմնադրամին։ Իրենք կարող են այդ գումարը հաջորդ 27 թվականից ստանալ էլի եկամտային կրեդիտի տեսքով։ Հիմնական ուրեմն վճարը, որը ամսական կազմում է, մենք չխոսեցինք ապահովագրության փաթեթի գումարի մասին, որը ամսական կազմում է 10800 դրամ, սա վճարում են հիմնականում 1 միլիոն եւ բարձր աշխատավարձ ստացող քաղաքացիները։ Ըստ էության, այս պարագայում է, որ պետությունը որևէ փոխհատուցում չի նախատեսում։ Մի հանգամանքի մասին կուզեի խոսել, որովհետև հարցերը տարբեր են։ Տեսեք, մենք համակարգը ներդրելուց այն կապել ենք նաև որոշակի իր կողմից արդեն իսկ կատարված վճարների հետ։ Ակնհայտորեն կրճատվում են զինապահի գումարները եւ այդ գումարները ուղղվելու են առողջապահական գումարներին, կրճատվելու են այն առումով, որ մենք լավ է, որ նաև այդպես է, շահառուների նոր խմբեր չունենանք զինապահում եւ զինապահի հիմնադրամում եւ այս գումարները ուղղվելու են արդեն քաղաքացու առողջապահական խնդիրների լուծմանը։ Մյուս կողմից մենք աշճանաբար գուցե գնանք նաև այն համակարգին, որ սոցիալական փաթեթը դիզայնի փոփոխություն տեղի ունենա, որովհետև եթե կա հանգստի եւ ասենք մարզասրահից օգտվելու բաղադրիչի համար գումարներ, մենք առողջապահության ապահովագրությունը ներմուծելով, առողջության ապահովագրությունը ներմուծելով, ըստ էության քաղաքացիներին արդեն իսկ դրդում ենք, որ իրենք պիտի նպատակը միայն բուժումը չէ, նաեւ կանխարգելիչ է, տարեկան անցնեն այդ պարտադիր բժշկական զննությունները համակարգներ ներգրավելու համար, նաև դա ավելի շատ կանխարգելիչ նպատակ ունի, քան թե մենք պիտի գնանք հիվանդությունները բուժելու հետևանքով։ Այսինքն, ինչպես ժողովրդական լեզվով ասում են, մարդիկ երբեմն սպասում են, որ դանակը ոսկորին հասնի, հիվանդությունը ամենավերջի փուլում նոր մոտենում են հիվանդանոց եւ բուժման process-ն էլ բնականաբար ավելի բարդ է, հիմա դուք փորձում եք փոխել այդ մոտեցումը։ Եվ բարդ է եւ ծախսատար է եւ նաեւ կա արդարացված այդ հապաղումը չդիմելու բժշկական հաստատություններին, որովհետեւ մարդիկ արդարացի հարց են բարձրացնում։ Գնացի, հետազոտվեցի եւ հանկարծ բացահայտվեց մի բան, ինչ որ մի հիվանդություն։ Ինչ է լինելու հետագա գործողությունները։ Իսկ մեր
Պրակտիկան ինչ էր ցույց տալիս, որ ըստ էության ընտանիքները գնում էին դեպի աղքատացման, որովհետև պատուհասած հիվանդության դեմ պայքարելու համար երբեմն ընտանիքը սկսում էր չունենալով խնայողություններ կամ ծախսում էր խնայողությունները կամ ուղղակի մտնում էր նոր վարկերի պարտավորությունների տակ, ինչը ընտանիքի վրա բացասաբար էր ազդում։ Այստեղ մենք ունենում ենք կանխարգելիչ ուրեմն գործողություններ եւ նաեւ ընտանիքի ֆինանսական ցնցումներն ենք փորձում մեղմել, որովհետեւ ամսական վճար վճարելու պարագայում նա կստանա այն որակյալ ծառայությունը եւ բժշկական ծառայությունը հասանելի կլինի եւ շատ ավելի էֆեկտիվ կլինի կանխարգելել, քան հետագայում այդ հիվանդությունը բուժել։ Եվ սա է հիմնական այն մոտիվացիան, որ քաղաքացին արդեն ավելի համարձակ կգնա բժշկական հաստատություն ընթացիկ հետազոտությունների, լավ իմանալով, որ որևէ հիվանդություն հայտնաբերվելու պարագայում ինքը ունի ապահովագրված որոշակի գումար, որով կարող է իր առողջապահական խնդիրները լուծել։ Իսկ որքան է այդ գումարը, ապահովագրված այդ որոշակի գումարը, այսինքն դա սահմանաչափ ունի, թե անսահմանափակ է։ Ծառայությունների փաթեթը արժե 29800 դրամ, սա ֆիքսված թիվ է, եւ 29600 դրամ, եւ սա ֆիքսված թիվ է օրենքով։ Հետեւաբար քաղաքացու կողմից, եթե վերանանք այն կատեգորիաներից եւ պետության կողմից տրվող փոխհատուցումներից ամսական քաղաքացին պետք է վճարի 10800 դրամ, այսինքն այս պարագայում ինքը կստանա այն ծառայությունները, որոնք նախատեսված են ցանկով, դրանք 1000-ից ավել ծառայություններ են, եթե քաղաքացիները ուզում են տեղեկացված լինել, թե ինչ տեսակ ծառայություններից կարող են օգտվել, ամբողջ ինֆորմացիան բաց է, դրված է առողջապահության նախարարության ինտերնետային կայքում, կարող են մտնել, ծանոթանալ եւ ժամանակ եթերը չլսենք ուղղակի թվարկելով։ Պիտի ասել, որ հիմնական այն հիվանդություններն են, որոնք բնորոշ են եւ կյանք փրկող են, բնորոշ ասելով նկատի ունեմ, որոնք են ամենատարածվածը՝ սիրտանոթային հիվանդություններ, օնկոհիվանդություններ եւ այլն, այդ թվում նաեւ ոչ միայն բժշկական ծառայություններ, նաեւ պիտի ասել դեղորայքային սպասարկումն է մեջը մտնում, քաղաքացիները կարող են ցանկին ծանոթանալ նախարարության կայքից։ Ավելին ասեմ, երբեմն տեղեկատվության խեղաթյուրում է տեղի ունենում, երբ որ քաղաքացին ուղիղ աղբյուրից չի վերցնում տեղեկատվությունը կամ փորձում են լսելով վերարտադրել, թե ինչ լսեցին, ինչ իմացան, խորհուրդ կտամ ուղղակի հետևել պաշտոնական հաղորդագրությանը։ Այս ռեֆորմի մասին ավելի շատ քան այլ ռեֆորմի կարծում եմ չի խոսվել։ Անդադ պարզաբանումներ կան տարբեր հոլովակների միջոցով, նախարարի ուղիղ եթերների միջոցով, տարբեր ծագող խնդիրների պատասխանը, պարզաբանումը տրվում է։ Մի պարզագույն օրինակ հիմա բերեմ, քանի որ ահազանգերը գալիս են, այսպես հասնում են տարընթերցումների վերաբերյալ ահազանգերը, պարզագույն մի օրինակի վրա բերեմ, պետական ծառայող է 200,000 պլյուս աշխատավարձ է ստանում եւ նաեւ սոցիալական փաթեթի շահառու է։ Հիմա հարցադրում ինքը պետք է արդյոք դիմում ներկայացնի, որպեսզի գործատուն իր վճարելիքը ըստ էության 6000 դրամ է այն իր հանգստի սոցփաթեթի գումարից, որը պիտի վճարի, թե կարող է այդ գումարը այդ դիմումը ինքը չներկայացնել։ Թվում է թե շատ տրիվիալ հարց է դիմում ներկայացնել, չներկայացնել, բայց քաղաքացին իր այդ գործողությամբ գործատուին ասում է, որ դու իմ սոցիալական փաթեթի գումարը 6000 դրամ ուղի առողջապահական հիմնադրամին եւ որպեսզի ինքը այլևս այդ վճարումների հետ գործ չունենա։ Եթե դիմումը չի ներկայացնում քաղաքացին, դա նշանակում է, որ չի ուզում, որ գործատուն այդ գանձումն իրականացնի հիմնադրամի հաշվին, հետեւաբար ինքը պիտի այդ գումարը փոխանցի։ Ոչ թե մտածի, որ հիմա դիմում չգրեմ եւ հանգստի համար սոցփաթեթի գումարը պետությունը կտա եւ նաեւ առողջապահական գումարը կտա, ոչ այդ գումարը մեկն է, որը մենք սոցփաթեթից ուղղակի ուղղում ենք առողջապահության հիմնադրամին։ Հետեւաբար ցանկալի է, որ դիմում ներկայացնի աշխատող, որպեսզի չներկայացնելու պարագայում ինքը ստիպված պիտի լինի ինքը այդ մուծումը կատարել։ Շատ պարզունակ հարց է, բայց առավոտից այս տեսակ հարցերով սկսել էին զանգահարել։ Մի ուրիշ խնդիր էլ կա, որ կարող է առաջի փուլում համակարգ մտնեն անձինք, որոնք երկու կատեգորիաներ ունեն։ Օրինակ, 65 պլյուս են եւ ունեն հաշմանդամության խումբ, կամ աշխատող են 200,000 եւ ավել ստացող են եւ ունեն հաշմանդամության խումբ, ապա այս դեպքում համակարգ իրենց որպես ինչ է ճանաչում։ Մենք նման պարագայում խորհուրդ ենք տալիս, եթե ունենք մեզ հետևողներ, որոնք լսում են, ապա
որովհետև պիտի դիմում ներկայացնեն, որպեսզի իրենց սոցփաթեթի գումարը ուղղվի հիմնադրամին, խորհուրդ ենք տալիս այդ դիմումը ներկայացնել, որպեսզի ձեր սոցփաթեթի գումարը ուղղվի հիմնադրամին, հետագայում համակարգը կճանաչի ձեզ նաև որպես հաշվանդամություն ունեցող, այսինքն այլ կատեգորիա եք համարվում, հաշվանդամություն ունեցող անձ, իսկ այս կատեգորիայի անձանց պետությունը 100% է փոխհատուցում, ապա գործատուի վճարած 6000 դրամները հետ կգան գործատուին։ Այսինքն չի կարող այնպես լինել, որ քաղաքացին տուժի, որովհետև համակարգը իրեն չի ճանաչել։ Մենք ժամանակի ընթացքում կարծում եմ մեր տեխնիկական լուծումները այնքան կհստակեցվեն, որ ինքը քաղաքացուն միանգամից կճանաչի մի կատեգորիայի, բայց այս պարագայում մուծումից հետո համակարգը իրեն եւս մեկ անգամ վերլուծելով կճանաչի որպես 100% փոխհատուցում ստացող անձ եւ վճարած գումարը հետավերադարձվելու գործատուին։ Գումարի եւ ծառայությունների մասով Տիկին Տիգրանյան կա սահմանափակում, այսինքն նկատի ունեմ մեկ անձը շահառուն համակարգի կարող է ամսվա մեջ մի քանի անգամ դիմել ամենատարբեր խնդիրներով, պարբերաբար կարող է ստանալ այդ աջակցությունը, թե հասավ 2 միլիոն դրամի, պետությունն ասում է, որ վերջ, այլևս սպառել ես այդ սահմանաչափը եւ հիմա արդեն ինքդ պիտի վերցնես քո ծախսերը։ Ենթադրում եմ, որ այդ 2 միլիոնը դուք պայմանական թիվ ասացիք։ Պայմանական թիվ եմ ասում։ Ես հիմա վախենում եմ որևէ թիվ ասելուց, որովհետեւ կարող է միանգամից ասեն 2 միլիոն եւ վերջ, որովհետեւ ամեն ասված խոսքը կարող է հետագայում սխալ մեկնաբանվել։ Բժշկական հաստատություն դիմելու տարվա մեջ, ամսվա մեջ սահմանափակում գոյություն չունի, բայց այս համակարգը խրախուսում է հետեւյալը, որ բժշկական հաստատություններ սկսել դիմել առաջնային օղակից։ Այսինքն, եթե մարդը գլխացավ ունի, միանգամից չգնա բժշկական կենտրոն եւ փորձի գտնել նյարդաբանին, չգիտեմ, ինչ մասնագետների լավ չգիտեմ այդ դեպքում ու պիտի դիմի, բայց դիմել առաջնային օղակին, դա կլինի իր բժշկական ամբուլատորիան կամ պոլիկլինիկան, հետո ուղեգրման դեպքում կարող է ուրեմն դիմել բժշկական հաստատությանը եւ բժշկական հաստատություն կարող են դիմել նաեւ շտապօգնության միջոցով, բայց որևէ սահմանափակում, թե ամսվա մեջ, տարվա մեջ, քանի անգամ նույն անձը կարող է դիմել, մեզ մոտ ընդհանրապես կա պրակտիկա շրջանցել առաջնային օղակը եւ միանգամից գնալ բժշկական հաստատություններ։ Երբ որ կգանք այն գիտակցմանը, որ մեր առաջնային օղակում եւս կան հրաշալի ծառայություններ են մատուցվում, որակյալ ծառայություններ եւ հասանելի, բնականաբար շատ ավելի ժամանակ կխնայենք եւ կդիմենք մեր ընտանեկան բժշկին կամ կդիմենք առաջնային օղակին։ Ինչ վերաբերում է սահմանաչափային, գումարային սահմանաչափերին, դա կախված է նաև ծառայության մատուցման տեսակից։ Բնականաբար գեր-թանկ եւ ժամանակակից վիրահատություններ, պլաստիկ վիրաբուժություն եւ այլն ապահովագրությունը դա չի ծածկում, առաջի դեպքում ծածկում է մասամբ։ Եվ նաև դեղերի պարագայում էլ, եթե դրանք ամբողջությամբ չեն ծածկվում, ապա ծածկվում են մասամբ հավելավճարի միջոցով։ Եվ համակարգը ներդնելիս էլ մենք անդադ նշել ենք այն մասին, որ ամեն ինչ չի կարող ներառվել, թեկուզ 1000 պլյուս ծառայություն է, բայց ամեն ինչ չի կարող ներառվել այս համակարգի մեջ։ Այստեղ հիմնականում կյանքի հետ անհամատեղելի հիվանդությունների կանխարգելումն է, բուժումն է եւ կյանքը երկարացնելը, կյանքեր փրկելու հիվանդություններն են։ Ըստ էության առողջապահության համընդհանուր ապահովագրության այս համակարգի ներդրումը շատ համահունչ է նաև մեր կողմից ընդունված, մեր կառավարության կողմից հաստատված ժողովրդագրության ռազմավարության հետ։ Ինչով մենք ժողովրդագրության ռազմավարությունում շեշտը դրեցինք մարդկային կապիտալի զարգացման վրա, այսինքն ոչ թե միայն խրախուսում ենք եւ ողջունում ենք ծնելիությունը, բայց նաեւ մարդկային կապիտալի զարգացումը, հասանելիություն կրթությանը, հասանելիություն առողջապահությանը, որակյալ առողջապահության մատուցում, որպեսզի մենք մարդկային կապիտալի երկար ունենանք այդ մարդկային կապիտալը, ավելին մենք տարեցնել չենք ասում, հիմա ասացի 65 պլյուս, բայց մենք իրենց անվանում ենք ավագ սերունդ եւ մենք խրախուսում ենք ավագ սերնդի աշխատաշուկայում երկար մնալը, որովհետեւ այդ հմտությունները, գործնական հատկանիշները եւ այլն մարդը այնպես չի, որ միանգամից կորցնում է, երբ որ հասնում է կենսաթոշակային տարիքի։ Եվ մեր օրենսդրությունն էլ միտված է նրան, որ մենք հանեցինք այն սահմանափակումը արգելքը տարիքային շեմի, երբ որ մարդը հասնում է կենսաթոշակային տարիքի, գործատու նրան միանգամից ասում էր ցտեսություն։ Մենք հիմա ասում ենք չես կարող ասել ցտեսություն, եթե մարդը մասնագիտական հմտություններով եւ գործնական հատկանիշներով բավարարում է քո աշխատատեղի պահանջներին։ Հետևաբար
այս տարիքի անձանց վրա եւս առողջապահական ներդրում անելը դա ներդրում է մարդկային կապիտալի զարգացման մեջ եւ մենք խրախուսում ենք առողջ ապրելակերպը եւ մեր նաեւ միջոցառումների ծրագիր եւ գործողությունը նաեւ միտված է նրան որ խրախուսենք առողջ ապրելակերպը նաեւ բոնուսների համակարգով որ մարդիկ որոնք օրինակ առողջապահական ներգրաված են համակարգում եւ իրենց վարքագծով պահպանում են իրենց առողջությունը, նրանց համար գուցե բոնուսների համակարգը մշակվի, այսինքն վնասակար սովորույթներից զերծ են, իրենց թոշակը չեն ծախսում կամ աշխատավարձը չեն ծախսում միայն խմիչքի կամ ծխախոտի վրա, որը ընդհանրապես խրախուսելի չի։ Այս պարագայում մենք կարծում ենք, որ 65+ տարիքի անձանց ընդ որում իրենք ամենամեծ խումբն են այսօր, եթե մենք տոկոսային առումով նայենք թե համակարգում որքան մարդ է ներգրաված, 65+-ը 32 եւ 5% այսօր ներգրաված են համակարգում, 0-ից 18 տարեկաները 39%, այսինքն մենք երեխաների խումբ եւ հիմնականում 65+-ների խումբն է, որ համակարգի համար ամենամեծ ծախսատար ուրեմն ազդեցություն է ունենում, բայց ինչը պետությունը ամբողջությամբ վերցնում է իր վրա, հաշվի առնելով, որ իրենք ըստ էության համարում են նաև խոցելի խմբեր։ Պետպատվերի շրջանակում էլ հիմա կարող եք հակադարձել, որ երեխաները եւս համարվում էին ուրեմն պետպատվերի շահառուներ, Համակարգը կառուցված է այնպես, որ ովքեր պետպատվերի շահառու են, ըստ էության դուրս չմնան նաև առողջապահության համակարգի։ Այսինքն այստեղ այդ հարցը կար, որ մարդիկ, որ այս փուլում ներգրաված չեն համակարգում, դեռևս կարող են օգտվել պետպատվերից, դա չի կասեցվելու։ Այո, դա չի կասեցվելու։ Տեսեք, օրինակ պետական ծառայողները, ովքեր ստանում են մինչև 200,000 դրամ, այսինքն իրենք ըստ էության հիմա չեն դառնում առաջի փուլի շահառու, իրենք շարունակելու են մնալ պետպատվերի շահառուներ։ Պետպատվեր համակարգը աստիճանաբար դուրս կգա, երբ որ ամբողջ բնակչությունը արդեն 28 թվի վերջին մենք ունենանք համակարգում ներգրաված, բայց այս փուլում զուգահեռ գնում է եւ պատվերը եւ առողջապահության համընդհանուր ապահովագրությունը։ Եվ զինվորականների մասով է, որ եթե չեմ սխալվում, որոշակի առավելություններ կան, որ ամբողջ ընտանիքի վրա է տարածվում, եթե չեմ սխալվում։ Այո, պետպատվերի շահառու են զինծառայողներն ընտանիքի անդամները եւ այս առաջին փուլում էլ մենք ներգրավել ենք ոչ միայն զին կապով հաշմանդամներին, այսինքն զինվորական հաշմանդամություն ունեցող զինծառայողներին, ինչպես նաեւ զոհված զինծառայողի ընտանիքի անդամները համարվում են առաջի փուլի շահառուներ։ Եվ վերջում մեր զրույցի սկզբի մասում ասացիք, որ հիվանդանոցում եք, այնտեղ պարբերաբար շփվում եք տարբեր մարդկանց հետ, փորձում եք շոշափել տրամադրություններ, ինչպիսին է մարդկանց արձագանքը, մարդկանց վերաբերմունքը, մարդկանց տրամադրությունները եւ նաեւ ինչի մասին են խոսում թվերը, արդյոք համակարգը կարելի ասել, որ կարողացել է շատ մարդկանց բերել հիվանդանոցներ, որպեսզի բուժզննումներ անցնեն, իրենց խնդիրներին լուծումներ տան, միգուցե խնդիրներ, որոնք երկար ժամանակ, որոնց մասին կամ լռել են, կամ միգուցե այդ գումարը չի եղել, որ կարողանան դիմել ամենատարբեր հիվանդանոցներ եւ բժիշկների։ Ես իմ անձնական դիտարկումները ընդհանրապես կարող եմ ներկայացնել, որովհետեւ պաշտոնական վիճակագրությունը հունվարի 29-ի դրությամբ հրապարակվեց վարչապետի կողմից, բայց վերաբերում էր միայն 65+ տարիքի քաղաքացիներին, ովքեր դիմել են, եւ դրանց թիվը 50,073 էր։ Վստահ եմ, որ այսօր փետրվարի 2-ն է, թիվն արդեն իսկ աճել է եւ այդ 50,073-ի մեջ միայն մենք խոսում ենք 65+-ի մասին, մենք դեռ չենք խոսում մյուս կատեգորիայի անձանց մասին։ Եվ մեր անձնական շփումները մարդկանց հետ, այս քանի օրերից ստացած հեռախոսազանգերն ու գոհունակությունները, նաև բժշկական հաստատություն իմ այցը, ուղղակի տեղեկանալու թե քաղաքացիները ինչքանով են տեղեկացված այս խնդրից եւ որքանով են իրենք գոհունակություն հայտում կամ դժգոհություն հայտում, ես լսեցի միայն գոհունակության խոսքեր, որովհետև իրենց ավելի պաշտպանված զգալով, ավելի համարձակ են եկել անգամ առաջին անգամ ինչ-որ նախնական հետազոտությունների, զուտ մտածելով գուցե նաև փորձարկեն համակարգը, կամ ունեցել են գանգատներ, որի մասին ուղղակի լռել են, բայց հիմա մտածել են, որովհետև իրենք 65+ են, իմ հանդիպած անձինք այսօրվա 65+ կատեգորիայի են, եւ իրենց խնդրի մասին բարձրաձայնել են եւ ընտանիքի անդամը իրենց ուղեկցել էր ուրեմն ծառայությունը
ազատությունը ստանալու։ Սա նշանակում է, որ քաղաքացին այլևս չունի մտավախություն հայտնաբերվելու դեպքում հիվանդության ինքը ինչի անելու այդ հիվանդության հետ, որ ինքը մնալու է միայնակ, իսկ երբեմն մեր տարեցները 65+-ի անձինք խնայում են իրենց ընտանիքին եւ չեն ուզում ընտանիքի գցել ֆինանսական մեծ բեռի տակ։ Հետևաբար ոչ դիմում են եւ ոչ էլ երբևէ բարձրաձայնում իրենց անհանգստությունների մասին։ Սա այն մասին է, որ մենք նաեւ հոգ տանենք իրենց սերունդների միջև համերաշխության եւ իրենք կհոգան իրենց առողջության պահպանման համար եւ կարեւոր է այստեղ կանխարգելումն է եւ վերջո այս ամբողջ համակարգի ներդրման նպատակը ոչ թե գնալ հետևանքը վերացնելու հետևից, այլ ուղղակի կանխարգելել հիվանդությունները, հասնել ավելի բնակչության երկարակեցության եւ ավելի որակյալ կյանք ապահովել։ Ու ես ճիշտ հասկացա, որ թեև այդ դժգոհություններին կամ տարընկալումներին, այնուամենայնիվ համակարգը կարելի է ասել, որ կայացման ճանապարհին է, որովհետեւ այս մեկ ամսվա փորձը գոնե դրա մասին է խոսում։ Տեխնիկական խնդիրներ բնականաբար կծագեն սկսած մուտքագրումից մինչև ինչ որ գործողություններ, բայց չեմ կարծում թե համակարգը կճկվի այնքան, որ ուղղակի խափանում կունենանք եւ սпасել ուղղակի նրան թե համակարգերը ամբողջությամբ պատրաստ կլինեն ռեֆորմի, մենք երբեք չենք հասնի։ Ռեֆորմը պիտի ներդնես, ընդհանրապես հասկանաս խնդիրները, ընդհանրապես լուծում տալ այդ խնդիրներին եւ օգնել եւ քաղաքացիներին եւ բժշկական հաստատությանը եւ այս համակարգում ներգրաված բոլոր կառույցներին, որպեսզի կարողանանք ռեֆորմը առաջ տանել։ Ես կարծում եմ, որ ռեֆորմը այլևս ներդրված է գործընթացը անշրջելի է եւ մեր քաղաքացիները գուցե էֆեկտի մասին պիտի խոսենք 3 ամիս հետո, 6 ամիս հետո, մենք 1 ամիս հետո ենք սկսել խոսել, որովհետեւ այս թվերն ուղղակի ոգևորիչ են, որ մարդիկ դիմում են բժշկական հաստատություններին ծառայություն ստանալու համար։ Եվ դուք քանի ծստակերկնեցիք ձեր խոսքում, բայց ես ճիշտ եմ չէ հասկանում, որ համակարգը ամբողջությամբ ներդրվելու է մինչև 2029 թվական եւ բոլոր շահառուները, բոլոր մարդիկ ներգրավելու են դրան, որովհետեւ հիմա մարդկանց հիմնական դժգոհությունը նաեւ նրանում է կայանում, որ իրենք այս կամ այն կերպ դուրս են մնացել շահառուների ցանկից։ Պետք է ուղղակի նայել, թե իրենք որ կատեգորիա են, անհատ ձեռներեցներից ենք ստանում երբեմն դիմումներ, որ իրենք վճարում են հարկեր, բայց ձևակերպված աշխատող չեն։ Ես ենթադրում եմ, որ իրենք անհատ ձեռնարկատեր են գրանցված, եւ եթե իրենց շրջանառությունը տարեկան կազմում է 2.400.000 դրամ, հետեւաբար իրենք արդեն իսկ համակարգում են։ Ուղղակի պետք է մեկ անգամ մտնել Արմետ համակարգ եւ ստուգել։ Եթե բացեք Արմետը, ինքը ձեզ կողջունի եւ կասի, որ դուք շահառու եք, եթե ոչ, ուրեմն պետք է սպասել 27 թվին, 27 թվին համակարգ կմտնեն արդեն քաղաքական պայմանագրով աշխատողները, այնուհետև փոխկապակցված անձինք եւ пассив եկամուտ ստացողները, այսինքն 28 թվին մենք ունենանք արդեն ամբողջ բնակչությանը համակարգում ներգրաված, անկախ իրենց աշխատել-չաշխատելու հանգամանքից, եթե անգամ ինքնազբաղ են, զբաղվում են գյուղատնտեսական գործունեությամբ։ Շնորհակալ եմ Տիկին Տիգրան։ Ես եմ շնորհակալ։ Հիշեցնեմ, որ տաղավարում զրուցում էի Ազգային ժողովի աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիկ Նաստ Տիգրանյանի հետ։ Կհանդիպենք։